Ռաֆի Հովհաննիսյանը ավելացնելու է պաշտպանության բնագավառի ծախսերը, որ ուժերի հավասարակշռությունը չխախտվի հօգուտ Ադրբեջանի։ Մեր ծրագրի մեջ կա ոչ միայն գրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, այլ պաշտպանության ծախսերի բարձրացում եւ ոչ միայն միջազգային ստանդարտի նոր զինատեսակների ձեռքբերում, այլ հայկական արտադրության եւ այնպիսի վիճակ, որ այլևս ոչ մի զինծառայող սահմանի վրա ադրբեջանցի դիպուկահարի դիմաց կամ զորամասում խաղաղ պայմաններում զոհվի։ Իդեպ Ռաֆի Հովհաննիսյանը խոսեց նաև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին։ Նա չի կիսում ժառանգության որոշ երիտասարդների այն կարծիքը, թե դա ձեռնտու էր Սերժ Սարգսյանին կամ իշխանություններին։ Ժառանգությունը ճանաչված է իր համագիրների անդամների, երիտասարդների ազատ խոսքի հատկության համար, եւ ես հպարտ եմ, մենք այդ ազատ խոսքը պիտի ապահովենք եւ այս հարկում եմ բադահում է, որ ես համաձայն եմ կամ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Ես համաձայն չեմ բարոն վարչապետի նախնական խոսքի հետ, որ ասեց, որ սա իշխանության դեմ էր, բայց միաժամանակ համաձայն չեմ այդ ռեպլիկի հետ, որ սա ձեռնտու էր որևէ մեկին, այդ թվում իմ հիմնական մրցակից եւ գործող նախագահ բարոն Սարգսյանը։ Ռաֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ իրավասու պետական մարմինները կկարողանան բացահայտել մահափորձի հեղինակներին։ Հրայր Մանուկյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։